Երեխաների անվճար բուժօգնությունն աստիճանաբար դառնում է համավճարով։ Ծնողները ահազանգում են, ծառայությունները, որոնց համար պետպատվեր էր գործում, այսօր վճարովի են դարձել։ Խնդիրը վերաբերում է հատկապես նեղ մասնագետների խորհրդատվություններին։ Երեխայի ոտն էր վնասվել 3 օր մի քանի օր առաջ եւ տարա իր պոլիկլինիկան, որտեղ որ գրանցված է, որպեսզի ստուգեն հասկանան ինչ խնդիր կա։ Անտեղ թերապևտը նայեց եւ ուղեկրեց դեպի մասնագետ վնասվածքաբան։ Բայց դրանից առաջ զգուշացրեց, որ արդեն համավճար է գործում, հետաքրքրվեց թե ինչ է իրենց ներկայացնում, պարզվեց, որ այդ կոնսուլտացիայի մի մասը, այսինքն այս դեպքում դա արժեր 9000 կոնսուլտացիան, որից 6000-ը ծածկում էր պետությունը եւ 3000 ես պետք է վճարեի։ Նույն բժշկի մոտ մի քանի ամիս առաջ անվճար է սպասարկվել Դավիթի որդին։ Ծնողն առաջին անգամ է լսել, որ երեխայի խորհրդատվության համար պետք է համավճար կատարի։ Դավիթի ֆեյսբուքյան գրառման տակ տասնյակ ծնողներ նույն խնդրի մասին են գրել։ Բալիկս խնդիրներ ունի ու հսկվում է արդեն շուրջ 5 տարի։ Հենց այսօր տեղեկացա, որ խորհրդատվության համար պետք է վճարեմ համավճար 6000 դրամ։ Աբսուրդի ժանրից է ու տարին մի քանի անգամ։ Նույն խնդրին է բախվել նաև Մարիամը, որ առաջին դասարան ընդունվելու համար դստերը տարել է պարտադիր ստուգումների։ Ասացին, որ այս տարի ևս մեկ կաբինետ պետք է մտնենք լոգոպեդի մոտ, բայց զգուշացրեցին, որ վճարովի է լինելու։ Ճիշտ է, գումարը մեծ չի, 2000 դրամ է, բայց ինչքանով ես տեղեկացված եմ ու էլի եմ վերցել այդ տեղեկանքը մանկապարտեզ գնալու համար, նախկինում լրիվ անվճար է եղել։ Ծնողների պնդմամբ հատկապես վերջին շաբաթներին են բուժհաստատություններից սկսել ծանուցվել համավճարների մասին, սակայն առողջության ապահովագրության հիմնադրամը վստահեցնում է 2015-ից ներդրված համակարգում որևէ նոր փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիվանդը վճարում է սահմանված գնով կամ իրական ծախսի եւ պետության հատուցած գումարի տարբերությունը, այսինքն ԲԿ-ն հաստատում է որոշակի գումար, պետությունը որոշակի խմբերի համար հատկապես սուբսիդավորում է այդ արժեքը ու եթե պետության տված սուբսիդավորումը ավելի քիչ է լինում, քան ԲԿ-ի կողմից սահմանած գինը, այդ մնացած տարբերությունը վճարում է պացիենտը։ Այսինքն, եթե բժշկական կենտրոնը խորհրդատվության արժեքը սահմանում է օրինակ 9000 դրամ, հիմնադրամը փոխհատուցում է 6000-ը, իսկ մնացած 3000 դրամը վճարում է քաղաքացին։ Բայց ինչու են բժշկական կենտրոնները սահմանում ավելի բարձր գին։ Պատճառը ըստ բժիշկ Գևորգ Գրիգորյանի հենց փոխհատուցման չափն է։ Ես ինքս 15 տարվա ստաժով վիրաբույժ եմ։ 6000 դրամով ես խորհրդատվություն չեմ անի։ Ինձ ավելի հեշտ կլինի խորհրդատվությունը անեմ անվճար եւ ինքս ինձ լավ զգամ, որ ես պացիենտին լավություն եմ արել, քան թե խորհրդատվությունը անեմ չակեսավոր ասած վճարովի ու դրա համար ստանամ 6000 դրամ։ Զրուցակիցներիս խոսքով խնդիրը ոչ թե համավճարի գաղափարն է, այլ այն, որ պետության սահմանած փոխհատուցման չափը չի համապատասխանում իրական ծախսերին, եւ այդ բացը լրացվում է ծնողների հաշվին։ Ստացվում է, որ ԲԿ-ների վրա են թողնում, ԲԿ-ներն եթե հաշվի առնենք, որ ձեռք չի տալիս, այդ կոնսուլտացիայի գինը իրական չի կազմում 6000 դրամ, բնականաբար գումար են ավելացնելու։ Ես ստացվում է, որ մեղավորը իհարկե առողջապահությունը չի, բայց ԲԿ-ներն են, բայց իրականում պետք է նենց գին որոշվեր, այսինքն առողջապահության նախարարությունը, բժշկական կենտրոնները պետք է նենց միասին որոշեին, միջինացված, որպեսզի նամի կողմից բժիշկները դժեին եւ կարողանային թար այսպես ասած, չգիտեմ, հիմնավոր աշխատավարձ ապահովել բժիշկների համար, կոնսուլտացիայի համար մյուս կողմից պետությունը կարողանա ստացել այդ գումարը, այսինքն Արդյունքում ստացվում է հակասական պատկեր։ Քաղաքացին արդեն վճարում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի համար, բայց նույն համակարգի շրջանակում նույնիսկ երեխայի բազային խորհրդատվության դեպքում հաճախ ստիպված է նաև վճարել բժշկական կենտրոնին։ Իսկ մինչ առողջապահության նախարարությունը շարունակում է հայտարարել, որ համակարգը մեծացնելու է բժշկական ծառայությունների հասանելիությունը, ծնողները մտավախություն ունեն, հավելյալ վճարները կարող են հատկապես սոցիալապես խոցելի ընտանիքներին ստիպել հետաձգել երեխային բժշկի տանելը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։